Ես Հարության Արտաշն եմ, քաղաք Սևանից եմ, սարքել եմ Arius մեքենան, Arius անվանումից խոսենք, վերցրել եմ Arius անունը, փոխարինել եմ որպես մեքենա Arius, մեքենան ինչ որ տեսնում եք, բոլոր դետալները ձեռքի աշխատանք են, մետաղյա, կան դետալներ, որոնք վերցված են այլ մեքենաներից, գնված են, հայլիները, ու տենց դետալներ, GS 500-ը մեքենայի մոդելն է, Arius Magnishն է, GS 500-ը մոդելն է։ Իսկ ոստիկանները հաճախ են ձեզ կանգնեցնում, այսինքն տեսնելով նման մեքենա, միգուցե իրենց մոտ հետաքրքրություն է առաջանում, այլ հարցեր առաջացել են ձեզ համար իրավական խնդիրներ։ Իրավական խնդիրներ չեն առաջանում։ Մեքենան ամբողջովին օրինականացված է, համարները իր համարներն են, փաստաթղթերով ամեն ինչ օրինական են, ընդհանրապես չեն նեղացնում։ Ճիշտ է, եղել են դեպքեր, կանգնացրել են, նայել են մեքենան, բայց չի եղել, որ նեղացրել են, նման դեպքեր չեն եղել։ Իսկ մեքենան որպես ինչ մոդելի է գրանցված փաստաթղթերով։ Փաստաթղթերով մեքենան գրացված է հենց Arius GS 500, ոնց որ ասեցի։ Մեքենայի էսթետիկ տեսքից բացի ինչի վրա եք ուշադրություն դարձրել, որովհետև չեմ կարծում, որ նման մեքենաները միայն գեղեցկության համար են, դուք ինչ նպատակներով եք օգտագործում մեքենան եւ ինչ նպատակ եք ունեցել ի սկզբանե։ Միշտ սիրել եմ մեքենաներով զբաղվել, պատերազմից հետո մտածել եմ, որ մեր Հայաստանին նման մեքենաներ են պետք ու իմ ձեռքերով ստեղծել եմ, որ ունենանք շարունակություն։ Իսկ ինչ մտքեր ունեք հետագայի համար եւ արդյոք այս ճանապարհին ձեզ ինչ-որ մեկը աջակցել է, պետական աջակցություն եւ այլն, կամ ինչ նպատակներ ունեք հետագայի համարում կդիմեք այս հարցում, որովհետեւ նման մեքենաները մեկական օրինակ ունենալը շատ քիչ է։ Ճիշտ ասած, նպատակներս, որ ունենամ միայն ռազմական արդյունաբերություն, եթե հիմա ինչ-որ մեկը ուզենա իրան այս նման մեքենա սարքեմ, չեմ սարքում, շատ առաջարկներ են եղել, որ սարքեմ, վաճառեմ, բայց ընդհանրապես ինձ նման մտքեր չունեմ, նման մտադրություն չունեմ, որ ինչ-որ մեկի համար սարքեմ, վաճառեմ։ Նպատակս միայն ռազմական արդյունաբերության համար է, որ ռազմական մեքենա նմանատիպ սարքեմ։ Եթե լինի աջակցություն, ես մեծ սիրով կսարքեմ ռազմական մեքենա, նման ու ավելի լավը, որին ես պատրաստ եմ հանուն մեր հայրենիքի, հայ ժողովրդի համար սարքեմ նմանատիպ ու ավելի լավ մեքենաներ ռազմա արդյունաբերության համար։ Ու վերջում ինչ կմաղթեք նման մարդկանց, ովքեր ուզում են ինչ-որ բան ստեղծել զրոյից, բայց օրինակ ձեր նման պետական աջակցություն չեն ստանում ու դուք ուժ եք գտել ձեր մեջ զրոյից ինչ-որ բան ստեղծելու։ Նման մարդիկ ինչով պետք է առաջնորդվեն։ Հավատացեք ինքներդ ձեզ, Աստծուն, եւ ամեն ինչ կստացվի։